Երեկոն անցավ ջեր ու հանգիստ։ Ռեստորանի սրահը զարդարված էր թարմ ծաղիկներով, իսկ հյուրերը իրենց լավագույն հանդերձներն էին հագել, մեծ ուրախությամբ սպասելով հարսանյական տոնակատարության սկսվելուն։ Նորապսակներ Իրինան և Վիկտորը շրջապատված էին երջանկությունից շողշողացող ընկերներով և ընտանիքներով, և ամեն ինչ կատարյալ էր ինչպես հեքիաթներում։ Բայց հետո դռնից ներս մտավ մի մարդ, հանգիստ օրորվելով։ Նա հագնվել էր թափթփված հագուստ, ուներ երկար մազեր և մորուք, և ձեռքերում մեծ պոլիէթիլենային տոպրակ էր բռնել։ Նրան ոչ ոք չէր ճանաչում։ Մենք ակամայից նայեցինք միմյանց, փորձելով հասկանալ, թե ինչ է նա անում այս թանկարժեք ռեստորանում։ Մթնոլորտում մի պահ լարվածություն տիրեց, կարծես պատահական մարդը կարող էր խաթարել տոնի ներդաշնակությունը։ Նա մոտեցավ սեղանի մոտ, որտեղ նստած էին նորապսակները, և ուշադրություն չդարձնելով զարմացած հայացքներին ձեռքը մեկնեց թեմի բեմի վրա կանգնած խոսափողը։ Երեկոն լցված էր ծիծաղով և զրույցներով, հանկարծ լռություն տիրեց։ Հյուրերը շրջվեցին նայելով տարօրինակ հյուրին, իսկ երաժիշտները դադարեցին իրենց նվագը, սպասելով հետագա իրադարձություններին։ Տղամարդը առանց վարանելու վերցրեց խոսափողը և առանց որևէ բառ ասելու սկսեց երգել։ Նրա ձայնը խորն էր, հոգեհարազատ, արտասովոր ուժով ու զգացմունքով, որն անմիջապես գրավեց բոլոր ներկաներին։ Նրա ձայնի յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր շարժում կարծես կենդանի էր։ Կարծես նա ոչ թե պարզապես երգում էր, այլ ամեն տող զգում էր ամենախոր մակարդակի վրա։ Դահլիճում լռություն տիրեց։ Նրա ձայնը իսկական հրաշք էր, իսկ զգացմունքները, որոնք նա դրել էր երգի մեջ, ապշեցուցիչ, որը ստիպեց սենյակի յուրաքանչյուր սիրտ ավելի արագ բաբախել։ Հյուրերը մոռացել էին ամեն ինչի մասին. ով է նա, որտեղից է եկել կամ ինչու էր այստեղ։ Բոլորը մոռացել էին իրենց անորոշության ու շփոթության մասին։ Նա երգում էր սիրո, կորցրած երազանքների ու երջանկության պահերը գնահատելու կարևորության մասին։ Եվ չնայած խոսքերը պարզ էին, այնքան ցավ, հույս ու ուժ էին պարունակում, որ դիպչեցին բոլորի հոգու խորքերը։ Իրինան ու Վիկտորը դա ավելի ուժեղ զգացին։ Նրանք ձեռքերը բռնել էին միմյանց արցունքոտ աչքերով։ Երբ երգն ավարտվեց, տղամարդը մի պահ քարացավ, իսկ հետո կամացուկ ասաց. «Սա ձեզ համար է, երեխաներս, թող ձեր սերը հավերժ լինի»։ Նա հետ դրեց խոսափողը և չսպասելով շնորհակալության լուռ հեռացավ։ Դահլիճը պայթեց ծափահարություններից, բայց արդեն ոչ ոքի չէր հետաքրքրում, թե ով է նա։ Բոլորը զգում էին, որ արտառոց բանի են ականատես եղել։ Իրինան ու Վիկտորը չէին կարողանում մոռանալ այս պահը։ Նրանց հարսանիքի օրն էլ ավելի նշանակալից դարձավ
ոչ նվերների կամ հոյակապ տորտերի պատճառով, բայց որովհետև նրանք իրական ու անկեղծ բան են զգացել, ինչը նրանց նոր հայացք է տվել կյանքի ու սիրո նկատմամբ։ Եվ նրանց օրը ավելի նշանակալից դարձրեց կամ դարձրեցին ոչ թե տորթերը կամ շքեղ նվերներն ու հանդերձները, այլ այդ թափառական մարդու երգի խոսքերը, ինչը նոր հայացք նրանց մեջ ձևավորեց կյանքի և սիրո նկատմամբ։ Եվ գուցե նրանք իրենց ամբողջ կյանքում չկարողանային դա զգալ, եթե չլիներ այդ խորհրդավոր մարդը, որի երգի բառերը որևէ մեկին անտարբեր չթողեցին։ Սիրելիներ, ահա այս պատմությունն էր, որ կարողացա ձեզ ներկայացնել Աստծո Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Եվ ինչ էր սա մեզ ուսուցանում։ Երբեք մարդկանց մի դատեք արտաքինով։ Կան մարդիկ, որ մարդուն արտաքինով դատելով չեն օգնում, ծաղրում ու ծիծաղում են, թե վրայից հոտ է գալիս, թե լավ հագնված չէ, պարզապես գյուղացի է կամ պարզապես թափառական է, և չեն էլ գիտակցում մի բան, որ Հիսուսը միշտ գալիս է աղքատի հանդերձներով։ Երբեմն մենք կորցնում ենք այն մարդկանց արտաքին երևույթով դատելով, որոնք մեր կյանքի մեջ կարող էին շատ մեծ հետքեր թողնեին, և մեզ շրջապատում ենք այն մարդկանցով, որոնք իրականում կարող են մեզ խորապես վնասել։ Եթե այս պատմությունը ձեզի դուր եկավ, սիրելիներ, կիսվեք մյուսների հետ, այն մարդկանց հետ, ովքեր որ դեռ չեն հասկացել, թե որն է այս կյանքում ավելի արժեքավորը, և որոնք մարդկանց դատում են իրենց արտաքինով։ Ահա այս պատմությունն էր, որը ձեզ այսօր թարգմանաբար ներկայացրի, որի վերնագիրն է «Бездомный мужчина пришел на свадьбу, когда он взял микрофон и начал петь, весь зал замер». Այսքանը, սիրելիներ։